Ինչու են դատավարությունները մեր երկրում տևում, սա ամենամեծ հարցն է, որ մեզ բոլորիս հետաքրքրում է, եւ մենք ուսումնասիրել ենք ու տեսել ենք, որ 1700-ից ավել կալանավորներից 10 կալանավորի 10-ից 15 կալանավորի դեպքում է, որ 5-ից ավել տարի են նրանք գտնվում կալանքի տակ, ինչը էլի շատ վատ է։ Ես այնպես չի, որ թվերը նշում եմ արդարացնելու համար, որ նորմալ է, որ մարդիկ կալանքի տակ գտնվեն, ինչ ենք մենք անում։ Բազմաթիվ նախագծեր ունենք։ Նախ առաջնահերթ մենք գնալու ենք յուրաքանչյուր կոնկրետ դատավարության համար կոնկրետ դատավարական ժամկետ սահմանելու ճանապարհով։ Քրեական գործերով դա լինելու է 1 տարին, որը կարող է երկարացվել ոչ ավել քան 3 անգամ կրկին 1 տարով, բայց պատճառաբանված որոշմամբ։ Այսինքն կանոնը լինելու է 1 տարին, դրանից շեղում հնարավոր է լինելու, եւ մենք մեր մտքում ունենք, որ շեղման թույլտվությունը մենք առաջիկա տարիների համար ենք տալու, քանի որ ունենք օբյեկտիվ ծանրաբեռնվածություն։ Հաջորդ պատճառը քրեական վարույթների դատարանում գտնվող ձգձգվելու այն է, որ մարզերում նշանակված դատավորները երբեմն տեղափոխվում են Երևան քաղաք կամ անցնում են առաջ խաղացման ցուցակներ եւ իրենց գալիս է փոխարինելու նոր դատավոր եւ նոր դատավորի գալուց հետո գործի քննությունը սկսվում է 0-ական կետից։ Մենք ունենք նախաձեռնություն, ըստ որի դատավորի փոփոխության դեպքում, եթե կողմերը չեն առարկում, գործի քննությունը չպետք է սկսի 0-ական կետից, այլ պետք է շարունակվի այն կետից, որում որ ավարտվել է, այսինքն առաջին դատավորը որ կետում որ թողել գնացել է, եւ սրան զուգահեռ ունենք եւս մեկ նախաձեռնություն, որի համաձայն դատավորները, որոնք ընդգրկվելու են առաջխաղացման ցուցակում կամ նրանց վերաբերյալ որոշում է կայացվելու տեղափոխվել մեկ շրջանից մեկ այլ շրջան, մինչև տեղափոխման պահը պետք է փաստացի մաքրեն, այսպես ասած, իրենց գործերի 50%-ը, իսկ մյուս 50%-ը պետք է մակագրվի տվյալ դատարանի այլ դատավորներին, որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ անընդհատ շրջապտույտի մեջ գործերի քննության այլևս չենք ընկնելու։